Получилось, что из двух президентов один сказал о компромиссах. Այնպես ստացվեց, որ երկու նախագահներից մեկն ասաց զիջումների մասին, ես եւս պետք է ասեմ, որ այո, մենք քննարկել ենք հիմնականում զիջումների աստիճանը։ Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակացել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ է եղել։ 18 թվին ես վարչապետ եմ դարել, ամբողջ ձեր եւ ձեր կոալիցիոն ասում է հողերը տվեց։ Տասնամյակներ շարունակ փակ թեմաներ, որոնց մասին այսօր խոսվում է բաց։ Անցնող քաղաքական շաբաթվա խոսույթի առանցքում դեկտեմբերի 2-ին կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերն էին։ Այսօր հասարակությունը, ես կարծում եմ, կարիք ունի իմանալու, թե իրոք իրականում ինչ զարգացումներ են եղել անցած 35 եւ ավելի տարիների ընթացքում։ Փաստաթղթերի հրապարակման մասին դեռ նոյեմբերին էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել ուշ հրապարակելու պատճառը Միսկի խմբի պաշտոնական լուծարման անհրաժեշտությունն էր։ Դեկտեմբերի 1-ին 3 տասնամյակից ավելի ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Միսկի խումբը պաշտոնապես լուծարվեց, ինչին հաջորդեց բանակցային գործընթացի առանցքային 13 փաստաթղթերի հրապարակումը, որոնց մի մասը նորություն չէր, վաղուց հրապարակային էին։ Այդ փաստաթղթերի մեջ առաջինը, որը բանակցային գործընթացում վերջինն էր, տևական ժամանակ նախկին 3 իշխանությունների ներկայացուցիչների կողմից որպես լավագույն ներկայացվող, բայց գաղտնի պահվող փաստաթուղթն է։ 2019 թվի փաստաթուղթը ինքնուրույն փաստաթուղթ չի։ Ինչու այդ առաջարկությունը չի ներկայացվել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց մի ամիս հետո։ Եվ արդյոք դա իրոք Միսկի խմբի համանախագահների անունից ներկայացված փաստաթուղթ է։ Փաստաթղթի մասին առաջին անգամ 44 օրյա պատերազմից հետո խոսել է Միսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Պոպովը։ Եվ մեր ընդդիմությունը միշտ հղում էր անում Պոպովին։ Ըստ վերլուծաբանի ուսումնասիրել է 2019-ի փաստաթուղթը համեմատել, որևէ նոր առաջարկ չկար։ Դա նույն 2016 թվականի առաջարկությունների ու ամփոփ պատկերն է, իսկ այդ առաջարկությունները 2016 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հղած նամակով օգոստոսի 5-ի նամակով փաստորեն մերժում է։ Սերժ Սարգսյանի Ռուսաստանի նախագահին ուղղված 2016-ի օգոստոսի 5-ով թվագրվող նամակը եւս առաջին անգամ էր դառնում հրապարակային նամակի գոյության մասին մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն էր ակնարկել։ Ու չնայած բանակցային սեղանի փաստաթուղթ չէ, բայց բանակցության գործընթացին առնչվող թուղթ է, կարծում է Աթանեսյանը, քանի որ այդ նամակում Սերժ Սարգսյանը բանակցության առաջընթացի համար 7 պայման է առաջ քաշում։ Պայման է առաջարկում Լեռնային Ղարաբաղի բանակցություններին ուղղակի մասնակցությունը։ Ընդորում բոլոր փուլերում մասնակցություն։ Սա այն է, ինչ որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ասել է Լեռնային Ղարաբաղի անունից չեմ կարող բանակցել։ Մանդատ չունի։ Թող Լեռնային Ղարաբաղը բանակցի, ասենք այն ինչ որ 2016 թվականին ասել է Սերժ Սարգսյանը, 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ ինչը հիմա ընդդիմությունը համարում է պատերազմը խթանող պատճառներից մեկը, շարունակում է Աթանեսյանը, հիշեցնում Նիկոլ Փաշինյանին ուղղված մյուս ամենաշատ հնչող մեղադրանքը, թե պատերազմը չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի Պուտինին ուղղված նամակից ուղիղ 2 տարի անց Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում չասեր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Իլհամ Ալիևը, որ կարող էր ժամեր հետո, րոպեներ հետո Նիկոլ Փաշինյանի պատասխանը հնչեցնել, մոտ 2 ամիս պաուզա է պահել։ Եվ Նիկոլ Փաշինյանին պատասխանել է, հայկական կողմին պատասխանել է, Հայաստանին պատասխանել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Այսինքն նա Պուտինից 2019 թվականի հոկտեմբերի 3-ին պատերազմի ինդուլգենցիա է ստացել։ Պուտինը ասել է հայտարարել, այո, տամոժեննե դայոտ դաբրո։ Մյուս ամենաշատ քննարկվածը Քիվեստի փաստաթուղթն է, չհրապարակված։ Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաստաթուղթ չկա։ Իսկ դուք գնացեք Քիվեստի թուղթը հրապարակեք։ Խնդիր ունեք, դիմեք 10 օրվա մեջ կապագաղտնիացնենք, հրապարակեք, գնացեք հանդիպեք մարզ, ցույց տվեք, թե ինչ է կարել։ Ամենակարևորն է, որ Քիվեստը այդ փաստաթուղթը հենց արձանագրել է այն, ինչ այսօր ասում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետը, որտեղ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը հանձնում է Հայաստանին, ուրեմն Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։
Ադրբեջանը հանձնում է, դիմաց ստանում է Մեղրիին, կամ հանձնում է, դիմաց ստանում է սուվերեն միջանցք Հայաստանի տարածքում։ Մեղրիի փոխանակումից մինչև Քիվեստ այս տարվա հունվարին էին Ազատություն ռադիոկայանի ձեռքի տակ հայտնվել պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը։ Ըստ դիվանագետների վկայությունների, Քիվեսյան տարբերակում սեղանին եղել է Սադարակում Քոչարյան Հայր Ալիև ձեռք բերված համաձայնության փոփոխված տարբերակը։ Սադարակում երկկողմ հանդիպումների ընթացքում Քոչարյանն ու Հեյդար Ալիևը քննարկում էին Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու տարբերակը։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առաջարկել է տարածքների փոխանակում։ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է եւ նախագահները մտել են ակտիվ քննարկումների փուլ Ալիևի առաջարկների հիման վրա։ Քիվեստում արդեն Հայաստանը Ադրբեջանին առաջարկում էր ոչ թե Մեղրին, այլ ինքնիշխան միջանցքներ։ Լրագրող հետազոտող Թաթուլ Հակոբյանը, որի կարծիքով հրապարակված փաստաթղթերը համալրելու ամբողջական դարձնելու անհրաժեշտություն կա, նաեւ Քիվեստի փաստաթուղթ լինել չլինելուն է անդրադարձել։ ՀՅԴ խորհրդապահական այս շրջաբերականը ներքին փաստաթուղթ է, որը տարածվել է կուսակցության ներսում ներքին քննարկման համար։ Այն վերաբերում է Արցախյան կարգավորման Քիվեստի փաստաթղթին։ Ադրբեջանը մերժեց Քիվեստի առաջարկները, թեև ստանում էր 6.5 շրջան, ինչպես նաև Հայաստանի վրայով սուվերեն միջանցք Նախիջևանի հետ կապվելու նպատակով։ Փոխարենը Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին։ Այս տարբերակը մեծ հաշվով ընդունելի էր Հայաստանի օրվա իշխանությունների համար։ Սակայն ըստ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի Հեյդար Ալիևը մինչև Քիվեստ մեկնելն էր Ամերիկայի դեսպանին ասել, գործարքին կհամաձայնի միայն մեկ դեպքում, եթե Նախիջևանն ամբողջությամբ միանա Ադրբեջանին։ Մեղրիի փոխանակման մասին հրապարակված փաստաթուղթը եւս քննարկվող թեմաներից էր, քանի որ որպես փաստաթուղթ ներկայացված էր 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հայկական ժամանակին տված Մեղրիի ու Ղարաբաղի փոխանակման մասին գաղտնազերծված փաստաթուղթը։ Այն, որ այդ հարցը բանակցային սեղանին է եղել, նաև Ազատության ուսումնասիրած փաստաթղթերն են փաստել։ Հարցը քննարկվել է դեռ 90-ականների սկզբին, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը այն մերժել էր, բանակցությունների ակտիվ փուլ չէր էլ մտել։ Մտավ, երբ իշխանափոխությունից հետո նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Հայաստանի սահմանների վերաձևման մասին այդ քննարկումը սկսվել էր 1999-ի ամռանը, երբ Քոչարյանը շրջանցելով ԵԱԿ Մինսկի խումբը Հեյդար Ալիևի հետ սկսեց հանդիպել փակ դռների հետևում։ Առաջին երկկողմը 1999 թվականի հուլիսի 16-ին էր Ժնևում։ Հետո հանդիպումները տեղափոխվեցին Հայաստան-Ադրբեջան սահման, Երասխավանի եւ Սադարակի միջև ընկած հատված։ 5-րդ հանդիպման ավարտին երկու նախագահներն էլ ասեցին, թե պատրաստվում են գնալ զիջումների։ Այդ մասին ըստ պետդեպի փաստաթղթերի տեղյակ են եղել նաև Լեռնային Ղարաբաղում։ Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին եւ ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին։ Ըստ վերլուծաբանի Հեյդար Ալիևի նպատակը ոչ թե Մեղրին ունենալն էր, այլ միջազգայնացնել, լեգիտիմացնել իր տեսությունը, որ չկա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիր, կա Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջ։ Ահա տեսեք, ես Ղարաբաղը տալիս եմ, ինքը Մեղրին է տալիս։ Այսինքն մենք ունենք տարածքային վեճ, բայց ինչ ինքնորոշման խնդիր, ոչ մի ինքնորոշման խնդիր չխնդրեմ։ Եվ Քիվեստից հետո դու ուզում ես Ղարաբաղցու ասած ծառը բարձրացիր, ուզում ես իջիր, ուզում ես երգիր, չգիտեմ ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես բացատրիր, միևնույն է, միջազգային հանրությունը արդեն ֆիքսում ամրագրում է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ Դրա մասին էր փաստում նաև այն, որ 1998 թվականից հետո Լեռնային Ղարաբաղը ոչ միայն ֆիզիկապես բանակցային սեղանի շուրջ չէր, այլև մինչև ընդհանուր պետություններ ներառյալ համանախագահների բոլոր առաջարկությունները հասցեագրվել են 3 կողմի՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ։ Ոչ Քիվեստը, ոչ Մադրիդյան սկզբունքները, ոչ Կազանի փաստաթուղթը, ոչ Լավրովի պլանը Ստեփանակերտը պաշտոնապես չի ստացել։ Ըստ Աթանեսյանի այսօր էլ բաց է մնում նաև այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանը դեմ լինելով կարգավորման որևէ տարբերակի, որը կարող էր ամրագրել ԼՂ որպես Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, մի քանի ամիս անց համաձայնում է ընդհանուր պետության տարբերակին։ Դուք իշխանապողություն եք իրականացրել 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Լեռնային Ղարաբաղի անկախության հասնելու գաղափարի հիման վրա ծրագիր դրել եք Լևոն Տեր-Պետրոսյանի սեղանը։ Այդ իշխանապողությունից 5 ամիս հետո, 6 ամիս հետո, ինչպես եք դուք այդ ընդհանուր պետության գաղափարը ընդունում որպես հետագա բանակցությունների հիմք։ Բանակցային
բանի դիրքորոշման նշաձողի նման կտրուկ իջեցում, սա ուղղակի հուշում է Ադրբեջանը, որ այս իշխանության հետ ցանկացած խաղ կարելի է խաղալ։ Անցնող տարիներին արդյոք ճիշտ է հանրությանը ներկայացվել, թե ինչ ասել է ԵԱԿ Մինսկի խումբ ու որն է նրանց գործառույթը, Աթանեսյանը տարակուսում է։ Երբ ասում ենք ԵԱԿ Մինսկի խումբ, հասարակությունը այնպես էր ընկալում կամ որ աշխարհի հզորները հավաքվել են, ստեղծել են մի մարմին, որ պետք է լուծում տար Լեռնային Ղարաբաղի խնդրին այնպես, ինչպես մենք էինք ցանկանում, ճշում գործադրելով Ադրբեջանի նկատմամբ։ Մինչդեռ Մինսկի խումբը ունեցել է մի մանդատ՝ հրավիրել Մինսկի կոնֆերանս անդամ 9 պետությունների եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ու այլ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչպիսին կլիներ այդ կարգավիճակը, այնտեղ ամրագրված չէ։ Նախկինում ունեցած բայց չօգտագործած հնարավորությունների մասին այսօր խոսելու միակ նպատակը պետք է լինի այն, որ մանիպուլացվող փաստերը, ձևակերպումները այսօրվա ու վաղվա գործընթացների վրա չկարողանան ազդել, կարծում է վերլուծաբանը։ Նշում է, գործընթացի համար առանցքային, բայց օդում կախված հարցեր հիմա էլ կան։ Օրինակ, Իդեպ 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Ժնևում։ Այնտեղ առանձնազրույց են ունեցել, ոչ ոք չի ասում, պարոն Սարգսյան, ձեր առանձնազրույցը սղագրվել է, ձայնագրվել է, կամ գոնե հիշում եք ինչ եք խոսել։ Չէ, այն ժամանակ ասում են, որ 15 րոպե առանձնազրույց են ունեցել։ Եվ արդյոք այդ առանձնազրույցից 6 ամիս հետո ազգային ժողովում ասածը ուղիղ կապ ունի հենց այդ առանձնազրույցի հետ։ Բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփում եղել է 2018 թվականի սեպտեմբերին, կարծեմ Դուշանբեում, երբ արդեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Այս ժամանակի կտրվածքը ինչով է լցվել, այդ վակուումը ինչով է լցվել, ինչով են զբաղված եղել Մինսկի խմբի համանախագահը, ինչու կամ Վահրամ Աթանեսյանը, որը նաև 2000-ից 2015 թվականներին Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի 3 գումարումների падգամավոր է եղել, կարծում է 2016 թվականի քարորիա պատերազմից հետո Ադրբեջանը մեկ նպատակ է ունեցել։ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել մեկ առմիշտ լուծման ձևը պատերազմն է, ռազմական լուծումներ այն ինչ որ իրականացրեց 2023 թվականին։ Այսօրվա խնդիրը պետք է լինի մեկը՝ հասարակությանը չշեղել մանր խնդիրներով, որպեսզի հիմնական օրակարգը չխախտվի։ Այս դիսկուրսի օգտակարությունը կարող է մի բանում լինել, որպեսզի մենք կարողանանք ճշտորոշել, թե այսօր ինչ հարց ենք լուծում։ Մենք եթե ժամանակին ճշտորոշվեինք ինքներս, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչ է, մենք կհասնեինք լուծման։ Քննադատություն, մեղադրանքներ, պիտակավորումներ այդ ամենը զրոյանում են, երբ իրադարձությունների շղթայի օղակները իրենց տեղն են դնում։ Մենք այսօր ինչ հարց ենք լուծում։ Այսօր այս պահին ինչ հարց ենք լուծում։ Ձեր օրակարգը դարձյալ լաղոզվում է, չէ՞։ Կա օրակարգ։ Այդ օրակարգը սահմանվել է իրավական առումով արդեն սահմանվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Կնքել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, իրականացնել թրիպի ծրագիր, Թրամփի երթուղին Սյունիքում հաղորդողների ապաշրջափակում, վերականգնել տնտեսական կոմունիկացիոն հարաբերությունները, գնալ հանրային փոխըմբռնման, որպեսզի խաղաղությունը լինի կայուն, տևական։ Շարունակում է, մյուս բոլոր հարցերը պետք է մարգինալացվեն, որպեսզի բուն օրակարգը պարզ լինի եւ բուն օրակարգի շուրջ տեղի ունենա հանրային համախմբում։ Հակառակ դեպքում մենք կարող է նաեւ խաղաղության օրակարգը մսխենք։ Ինչը արդեն անթույլատրել է, ինչը արդեն ուղղակի ազգային սպառնալիք է։ Իրինամ Կրչյան, Դավիթ Մաչկալյան, Մուշաղ Մանվելյան, Կիրակնորյալ լուրեր։